Պարոն Կոնջյան, ձեզ եմ դիմում։ Ես ձեզ թույլ չեմ տա այլևս երբեք այդ տոնով եւ այդ ոճով խոսել ինձ հետ։ Ես ձեզ չեմ վիրավորել, ես ձեր կնոջը բացարձակապես չեմ վիրավորել, ձեր կնոջ դեմ ոչինչ չունեմ, չեմ ճանաչում, որևէ գնահատական տալ չեմ կարող։ Ես բարձրացրել եմ հարցադրումներ, որոնք մեկ շաբաթ շարունակ մամուլը բարձրաձայնում է։ Եվ դուք այս միջանցքներից ճողոբրում եք եւ որևէ հարցի չեք պատասխանում։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս մտերմաբար, փոխեք ձեր տոնը, հատկապես եթե այստեղ եք նստելու։ Փոխեք ձեր ոճը, դա ձեզ ոչ մի լավ տեղ չի հասցնելու։ Ինչ է նշանակում։ Բա դուք որտեղից եք եկել հասել այդտեղ։ Այնտեղից որտեղից որ դուք եք եկել։ Լրագրողական հանրությունից, երբ որ ես կենթանի մարդկանց հետ հարցազրույցներ էի անում, դուք լրագիրում երևակայական հարցազրույցների շարք էիք հրապարակում, իդեպ շատ հավանում էի եւ կարդում էի։ Հայփոստը 3500 աշխատակից ունի։ 1200-ը դրանցից փոստատարներ են։ Գիտեք որքան աշխատավարձ են ստանում։ 80,000 դրամ։ Հայփոստի տնօրենը, որը վնասով է աշխատացնում, որը վարկային միջոցներ է ներգրավում, ամսական $10,000 աշխատավարձ է ստանում, շարքային աշխատակիցը 45 անգամ պակաս աշխատավարձ է ստանում։ Դուք վերջին անգամ Հայփոստ երբ եք մտել, շենքային պայմանները տեսել եք, իսկ գիտեք, որ ծառայությունները կրկնակի թանկացել է, երբ որ պետության կառավարմանն է հանձնվել, կամ է ձեր ոճը, էլի, անունը դնում եք վերցնում ենք օլիգարխներից, չգիտեմ ումերից, տալիս ենք ժողովրդին չեք տալիս, ձեր համար դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն, դուք մասնավորից վերցնում եք ԽԾԲ-ով, իդեպ պարզվում է էդ էլ տենց տարօրինակ կենթանի չի, շատ շոշափելի մի հատ բան է, պոզով պոչով ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, դուք վերցնում եք, հանձնվում է իբր պետության կառավարմանը, կառավարիչ եք նշանակում, նրան ում ուզում եք,